Լավ չի ապրելու թոշակառուն Հայաստանում, քանի դեռ պետության տված փողը 3 անգամ պակաս է նվազագույն սպառողական զամբյուղից։ Որ գոնե ծայրը ծայրին հասցնի թոշակառուն, պետությունը պարտավոր է 50%-ով բարձրացնել կենսաթոշակները։ Հայաքվե նախաձեռնության անդամները վստահ են, հնարավոր է 2 տարում կենսաթոշակները 50%-ով ավելացնել։ 175 միլիարդ դրամ է պետք, որ նվազագույն ու միջին կենսաթոշակը 2 տարում 50%-ով ավելանա։ Այդ փողը կա, վստահեցնում են։ 2 ամիս առաջ գործադիր են ներկայացրել իրենց ծրագիրը, սակայն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը մի տեսանյութով տապալել է Հայաքվեի առաջարկը, պնդելով, թե բյուջեում այդ փողը չկա։ Եվ մանրակրկիտ թվերով և փաստերով հիմնավորված պահանջը որակեց որպես հիբրիդային հարձակում և հայտարարեց, որ կենսաթոշակների բարձրացումը անհնար է, Եթե հաջորդ տարի թոշակը 25%-ով կամ 9000 դրամով բարձրանա, պետությունը ընդամենը 87 միլիարդ դրամ պետք է հանի բյուջեից։ Դա համախառն ներքին արդյունքի 0.8%-ն է։ Դա գնաճի չի բերի, վստահեցնում է Հայաքվեի խորհրդի տնտեսագետ անդամը։ Մենք երբ որ առաջարկը կատարել ենք, այս առաջարկի հիմքում ընկած է մեր հետազոտությունները, եւ այս հետազոտություններով հստակերում է, որ հնարավոր բյուջետային հոդվածների միջև նույնիսկ տեղաբաշխումներից կարելի է այս գումարները հանգիստ հանել։ 7 տարում իշխանությունը եռապատկել է իրավապահների աշխատավարձը։ Ավետիք Չալաբյանի խոսքով թոշակառուի փոխարեն կերակրում են սեփական ռեպրեսիվ ապարատը։ Մեր կենսաթոշակառու քաղաքացիները պետք է հստակ գիտակցեն, որ այն, որ իրանց ստամոքսում դատարկը նրանից է, որ դատախազի փորը լիքն է։ Ստորագրահավաք են սկսել, որ կառավարություն հարագիր ներկայացնեն թոշակների բարձրացման պահանջով։ 3 օրում արդեն 5000 մարդ է միացել իրենց նախաձեռնությանը։ Հայաքվեի մարզային գրասենյակներ կարող են գնալ մարդիկ ու ստորագրել այդ հանրագրի տակ։ Կհանդիպեք իրենց տարբեր բնակավայրերում, հանրային վայրերում եւ կխնդրեն բոլորիս աջակցությունը Հայաստանի պետության բոլոր քաղաքացիների մասնակցության այդ գործընթացին։ Հայաքվեում վստահ են, 3 ամսում 100 հազարավոր մարդիկ իրենց ստորագրություններով կստիպեն կառավարությանը փոխել թոշակառուների հանդեպ վերաբերմունքը։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։